Դերևս բողոքի օրինակը դատավորության մասնակիցների Դրություն դառնի։ Ախտավորապես հասանելի է դարձել եւ ամբողջությամբ դատական քույրը չտարածելու համար ամբողջովին չեմ ներկայացնի շրջանավորի սարքիչ կներկայացնեմ դատավորական նախապատվությունը, ինչպես նաեւ բողոքի ինտեգրով հիմնավորումները եւ պարագիչը դիտեք պատվաժանդատը 2025 թվականի 17-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ Հունիսի 26-ին դատական որոշմամբ Գևորգ Միքայել Արտաշես-Աջափայանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով հաստատվել հանրային քրեական հետապնդում, այնուհետև նույն քրեական վարույթը անջատվել է առանձին քրեական վարույթ, առանձին քրեական վարույթ Աջափայանի Մեղադրյալ Աջափայանի ուրեմն մասով մեղադրանքի 422 հոդվածի երկրորդ մասով գործուղարկվել առաջին հաշվանի դատարան ըստ էության քննության նպատակով հասնված մեղադրական եզրակացության եւ առաջին հաշվանի դատարան, ինչպես դատարանչը դեպի բոլորից հայտնի պատվական դատարան, որպես պատիժ է նշանակել դարձել է մեղադրական վերդիկտ Մեղադրյալ Աջափայանի մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով կայացրել է մեղադրական վերդիկտ եւ որպես պատիժ է նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով։ Այս համատեքստում պատվաժանդատը նշել, որ նորից բոլորին հայտնի, որ մեղադրանքի կողմը որպես պատիժ պահանջել է, իշխորվել է դատապետ նշանակել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով եւ հաշվի առնելով ըստ էության նշված պատժաչափերի տարբերությունը մեղադրանքի կողմը վերաքննի ժողովուրդ է ներկայացել հիշյալ դատավորության դեմ բացառապես ուրեմն պատժաչափի մասով։ Մեղադրանքի կողմը գտել է, որ Մեղադրանքի կողմը գտել է, որ 2 տարի ժամկետով ազատազրկում նշանակելիս դատարանը պաշար վերլուծության չէր ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթ եւ աստիճանը, մասնավորապես չէր գնահատակված հասարակական հարաբերությունների բնույթի կարևորությունը, այն որ մեղադրյալը ոգեզրկել է այնպիսի հասարակական հարաբերությունների դեմ, այն որ հանրահարարի վարկի դիտավորությամբ էր կատարվել, ինչի ներքին բարձրացրել հանցագործության վտանգավորության աստիճանը, ինչպես նաև մեղադրյալը հնչեցել է իշխանությունը զարթնելու ոչեր, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները։ Հանցագործության վտանգավորության աստիճանի հարցին անդրադառնալիս անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ զանգվածային լրատվության միջոցները օգտագործելով իշխանությունը զարթնելու ոնց ցնցել էր այն ժամանակահատվածում եւ հասարակության որոշակի շերտերի մոտ առկա եղել համապատասխան ուզական դրսևորումները եւ հանցավոր արարքի վտանգավորության աստիճանը որոշելիս կարեւոր է իրագործելու հենց այս տվյալ ժամանակահատվածը։ Հանրային վտանգավորության, արարքի հանրային վտանգավորության աստիճանի հարցին անդրադառնալիս նաև չպետք է անտեսել դրա շարժառիթը, ինչը ծույլ իրավիճակում դրսևորվել է իշխանությունը զարթնելու ուղղված ռազմական հեղաշրջում կատարելու կոչերով, մասնավորապես ինչպես մեղադրանքում հանրային քրեական հետապնդում հարցերի որոշմամբ է նշված, ինչպես մեղադրանքում է նշված, մեղադրյալի երևույթներով հասարակության այն շրջանակներին, ինչպես նաև կարգան քշել է որոշակի ազդեցություն ունեցող գործիքներ, ուղղորդել, համոզել եւ հրահրել է ռազմական հեղաշրջում կատարելուն, Իշխանքով մեղադրյալը նշել է իշխանությունը զարթնելու անհրաժեշտության մասին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահների, Հայաստանի ազգային պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության բարձր սպայակազմի միջոցով։ Անդրադառնալով քրեական օրենսգրության պահպանող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությանը եւ այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությանը հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցավոր արարքը 422 հոդվածում նախատեսված հանցավոր արարքը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի նյութերի պետության եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գծում, այսպիսի տալ առանձնապես ծանր հանցագործությունների շարքում, ինչպիսիք են իշխանություն յուրացնել պետական դավաճանություն, սահմանադրական կարգը տապալելը եւ այլն։ Այս առումով գոյություն չի լինի նշելը, որ պետության քրեական քաղաքականությունը խիստ է, քանի որ դա է պահանջում նաեւ վիճակային քրեական քաղաքականությունը։ Վերոպիան հիմնավորումներով պատվական դատարան, ինչպես նշեցի դատարանի հավելյալ եւ դատավորության կողմերին հավելյալ չտարբերելու նպատակով խնդրում եմ մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել։ Տեսեք, առաջին մասով, դատական մասով վերաքննիչ
Հնարավորություն նախատեսվածային բարակում Դավիճում լրություն, ժողովում, խանգարում եք, աշխատում եք։ երբ որ նշանակվող պատիժը ակնհայտ մեղմա կամ ակնհայտ ճիշտ է։ Հիմա քրեականորեն 422 թողված երկու մասյա նախատեսում է իշարքը անդրանքների բարձրը, այդ ֆիզիկան կանոնի աշխատանք, ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում, որ միայն ազատազրկում։ Նշված անդրանքային պատիժների նախատեսված լինելու պայմաններ, երկու տարի ժամկետով ազատազրկում տալը և ձեր կողմից երկու տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում այցելա վերաքննիչ դատարանից։ Արդյոք կարող է դիտարկվել, որպես առաջացային դատական ակտը ակնհայտ լինելու պատիժ։ Պատմական շնորհակալություն Աքսամար, ըստ էության ձեր հանցի պատասխանը, որը շարքում նաև հնչեցվեց իմ կողմից ներկայացված վերաքննիչ ժողովում, դա էական դրան է վերաբերում, որ Պաշտպանելով դատարանատվությունը, դատավորության աստիճանը, ժամանակահատվածը մենք գտել ենք, որ այո, 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դեպքում պատիժը դա այն բաժանտեսակը եւ բաժանչափը, որը իժորու է ապիկու պատասխանների ծառայ։ Իմ կողմից դրանից մասը նշել, նորմալ փոխանցություն հայտնել, նշել եմ դա է։ Հաշվի կարող նաև ամբողջ բոլոր անդամատները, բայց գտել ենք այդ ազատազրկման դեպքում պատիժը մեղմի 6 ամիսը գտնում եք ուրավանշերի ներմա։ Այսինքն 2 տարի ժամկետով ազատազրկումը չի կարող ապահովել պատժի նպատակները, բայց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը կարող է ապահովել պատժի նպատակները։ Այո, պատասխանատվական այդպես է դեպքում դրամալ գողի ներկայացնում։ Այդ պաշտպաններ խաչեն գործիքապահության դիրքորոշում։ Պատասխան դատան, շարժեք թե բանալու ես այսպես առաջարկել պատասխանը եւ մեր ամբողջական առաջարկությունը Նման պայմաններում առաջարկել դատական նիստը նշանակել ներկային հեշտի հաշվի առնելով որ Աջապահյանի վիրահատության հետ կապված և հետագա վիրահատական դժման հետ կապված կոնկրետ տեղեկատվություն չունենք, դեպի նշեց, որ 10-15 օր առնվազն տևելու է վիրահատությունից հետո դատարանի միջոցներ կցանալի համապատասխան տեղեկատվություն ստանալու արդյունք հստակ, որից հետո որ կողմերի հետ հաջորդ դատական նիստի ուղղժամը համաձայնեցին։ Դատախազները համակարգեցին։ Նման պայմաններում դատական նիստի հետաձգում ներկայ հերթի հաջորդ դատական նիստի ուղղժամի մասին կողմերը կցանցնեն իրար շտարարացան մասնակիցների համաձայնեցնելիս դատական նիստը հայտարարում
Հա,